այն համարվում է Պիկասոյի ամենահայտնի գործերից մեկը եւ պատկանում է սյուրռեալիստական եւ կուբիստական շրջանին։ Հայնու մեջի աղջիկը չի համընկնում իրական պատկերի հետ, հայրում կինը ավելի մռայլ է, ունի բութ գույներ եւ այլ ձևեր, սա հաճախ մեկնաբանվում է որպես արտաքին եզերի հակադրություն կամ ինքնաչափություն։ Միգոն պատկերված է որպես Պիկասոյի ստեղծագործություններից մեկը, որը բնորոշ է կուբիստական շրջանին, այս կտավը համարձակվում է պարտավորել որևէ չափական ոգեով։ Պիկասոն հաճախ է նկարել իր ուսանելի և սիրելիների Դա պատկերել միակողմանի այլ տարբեր դիտարկումների միացած։ Այս մոտեցումները շատ հետաքրքիր է այն, որ նկարչությունը փորձում է հաստատել ժամանակի սահմանները, ցույց տալով անցումը կամ շարժումը առանց շարժման։ Դիտողը կարծես միաժամանակ տեսնում է եւ արխայ վերևը, եւ կողմը, եւ ներքևը։ Սա նաեւ կարող է կապել նկարչության ֆիլիսոփայական իմաստի հետ։ Այս նկարի երկրորդ ինտենսիվ օրինակ է այն Կուբիզմի գույների օգտագործումը, որպես գլխավոր գաղափար նա փորձել է նկարներում ցույց տալ շարժում, լույս և ժամանակ։ Աբստրակցիոնիզմ Պիտ Մոնտրեալի և Վասիլի Կանդինսկիի նկարներում երկրաչափությունը դառնում է գլխավոր հերոսն, այլ բանը դրանով են աբստրակտ, որ ամեն մեկը կարող է տեսնել այն կամենում է, այն զգում է, յուրաքանչյուրը տեսնում է տարբեր բաներ, օրինակ այս հավաքածուի մեջ ներդրված են շրջաններ, կարող եք տեսնել տարբեր երկրաչափական պատկերներ, ինչպես կարելի է ասել ոսկե հատման կանոնով է կազմված այս նկարը, ամեն մեկը ունի թաքնված խորը զգացմունք, էմոցիաներ, ու ամեն մեկը կարող է տեսնել այն, ինչ որ ինքը զգում է, օրինակ կարելի է շրջանը որպես կրուսագրել հույզերի այդ անկումը կամ էլ սահմանի մարդու, որի ինքն է իր համար գծում, իսկ այստեղ օրինակ կարելի է տեսնել տարբեր բաներ է տեսնում, կարելի է տեսնել սովորական շրջան, բայց կարելի է նաև տեսնել օրինակ արև։ Հույսերը խորհրդանշում են մարդկանց աճը, զարգացման այդ ընթացքը, որ մարդը իր կյանքի ընթացքում սովորում է տարբեր բաներ եւ աճում է զարգանում, իսկ այս հողը կարելի է ասել որպես հիմք ամեն ինչին, այսինքն կայուն է, ունի կայուն հիմք։ Նկարները